այլ հայացք Իսրայելի նպատակներին։ Հունիսի 13-ին Իրանի դեմ Իսրայելի սկսած ռազմական գործողությունը շարունակվում է։ Իսրայելական եւ իրանական փոխադարձարվածների հետևանքով կողմերն ունեն մեծ թվով զոհեր ու վիրավորներ։ Ի սկզբանե Իսրայելը հայտարարեց, որ իր նպատակն է վերջ դնել իսլամական ռեժիմի միջուկային եւ հրթիռային սպառնալիքին։ Ըստ Բենյամին Նեթանյահուի Իսրայելի գործողությունը կանխարգելի չարված է, վերացնելու Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգները։ Նրա պնդմամբ Իրանը բավական մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։ Իսրայելի արևմտյան դաշնակիցները մշտապես աջակցել են նրան, անընդունելի որակելով Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հեռանկարը։ Սակայն ինչ վերաբերում է Իրանի կարողություններին, այդ հարցում ամեն բան այդքան էլ միարժեք չէ։ Իրանը հրապարակավ պնդում է, որ չունի միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն եւ ուրանի հարստացումն իրականացնում է խաղաղ նպատակներով։ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը եւս հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները շարունակում են գնահատել, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին եռամսյակային զեկույցի համաձայն Իրանը կուտակել է բավարար քանակությամբ մինչև 60% հարստացված ուրան, ինչը կարող է օգտագործվել միջուկային 9 ռումբ ստեղծելու համար։ Ուշագրավ է, որ Իրանի միջուկային ծրագրի ռիսկերի մասին Նեթանյահուն բարձրաձայնում է դեռ 90-ականներից։ Ավելին, տարբեր աղբյուրների համաձայն, Միացյալ Նահանգների նախագահները եւ երկրի ռազմական ղեկավարությունը քանիցս հետ են պահել նրան Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածներ հասցնելուց։ Իրանի դեմ Իսրայելի այս գործողությունը եւս ունի նախապատմություն։ 2023 թվականի հոկտեմբերին Համասի հարձակումից հետո Իսրայելը բավական լայնածավալ գործողություններ սկսեց տարածաշրջանում, մեկը մյուսի հետևից հուժկու հարվածներ հասցնելով իրանական պրոքսի ուժերին, այդ թվում Գազայի հատվածում գործող Համասին, Լիբանանում գործող Հեզբոլլահին եւ այլ խմբավորումների։ Իսրայելական կողմի համար բավական կարևոր էր Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի տապալումը, որը Իրանի առանցքային դաշնակիցներից էր։ Այսօր տարածաշրջանում Իրանին աջակցող հիմնական ուժը Եմենի հութիներն են, որոնց դեմ եւս պարբերաբար հարձակումներ են լինում։ 2024 թվականի ապրիլին Դամասկոսում Իրանի դեսպանատան թիրախավորումից հետո Իրանը եւ Իսրայելը մտան անմիջական առճակատման փուլ։ Հաջորդող ամիսների ընթացքում Իսրայելն Իրանի դեմ 3, իսկ Իրանը 2 պատասխան գործողություն է ձեռնարկել։ 2024 թվականի հոկտեմբերի վերջի հարձակմանն Իրանն այդպես էլ չի պատասխանել։ Անդրադառնանք Իսրայելի ներկայիս գործողության նպատակներին։ Դեռ հունիսի 13-ին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ցանկանում են վերջ տալ իրանական միջուկային եւ հրթիռային ծրագրերին ու կանխել Իսլամական Հանրապետությունից բխող սպառնալիքները։ Այս օրերին Իսրայելի զինված ուժերը թիրախավորել են իրանական միջուկային օբյեկտները, հոբ համակարգերը, հրթիռային օբյեկտները, այդ թվում արձակման կայանները, ավիաբազաները, բարձրաստիճան զինվորականությանը եւ միջուկային գիտնականների։ Ընդ որում Իսրայելը հարձակումներն իրագործել է ոչ միայն կործանիչներով, այլև նախօրոք Իրանի ներսում տեղակայված համակարգերով ու ԱԹՍ-ներով։ Միջուկային եւ հրթիռային ծրագրերին առնչվող օբյեկտներից բացի Իսրայելը գործողության մեկնարկից օրեր անց սկսեց հարվածներ հասցնել նաեւ կառավարության հետ կապված թիրախների, իշխանության կենտրոնների, ինչպես նաեւ տնտեսական ու նավթագազային օբյեկտների։ Թիրախների նման ընդլայնում ըստ փորձագետների վկայում է, որ Իսրայելը բացի նախապես հռչակված նպատակներից հետապնդում է նաեւ այլ խնդիրներ։ Նավթագազային օբյեկտների թիրախավորումը բավական լուրջ հարված է Իրանի տնտեսությանը, հաշվի առնելով, որ նավթի արտահանումը բավական կարևոր եկամուտի աղբյուր է երկրի համար, որը զգալիորեն տուժել է միջազգային պատժամիջոցներից։ Նավթագազային համակարգի վնասումը կարող է հանգեցնել անգամ ներքին պահանջարկի բավարարման խնդիրների, ինչի հետ կապված վերջին տարիներին արդեն իսկ բարդություններ կային։ Վերջին տարիներին Իրանում գրանցվել են բողոքի ցույցեր ամենատարբեր պատճառներով՝ բարձր գնաճից մինչև գործազրկություն, ջրի եւ էլեկտրաէներգիայի պակասից մինչև կանանց իրավունքների սահմանափակումներ։ Չի կարելի բացառել, որ իրանական ենթակառուցվածքներին իսրայելական հարվածների նպատակը երկրում սոցիալական լարվածության սրումը եւ տնտեսական խնդիրների խորացումն է, ինչը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել նաեւ քաղաքական ցնցումներ։ Իսրայելի բարձրաստիճան ղեկավարությունը բացահայտ շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանում իշխանափոխության հետ կապված։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը ներկայիս գործողության հռչակված նպատակներից չէ, սակայն դա կարող է լինել գործողության հնարավոր հետևանքներից մեկը։ Իսրայելի վարչապետն արդեն մի քանի անգամ ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին, կոչ անելով տապալել իշխանությունը։ Վերջին օրերին ակտիվացել է նաև Իրանի վերջին շահի որդին, ամերիկաբնակ Ռեզա Փահլավին, որը նույնպես հանդես է գալիս նմանատիպ կոչերով։
Հարկ է նշել, որ իսրայելական հարձակումների ֆոնին Իրանում նկատելի է հանրային կոնսոլիդացիա եւ սոցիալ-քաղաքական ցնցումների որևէ միտում դեռևս չի նկատվում։ Իսրայելական կողմն արդեն հրապարակային խոսում է նաեւ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր թիրախավորման մասին, ինչը բավական կտրուկ արձագանք է առաջացրել մի շարք կենտրոններում, այդ թվում Ռուսաստանում եւ Չինաստանում։ Իսրայելական գործողության ֆոնին ուշագրավ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Դեռ մինչև հարձակումը Սպիտակ տան ղեկավարն Իսրայելին կոչ էր անում Իրանին չսպառնալ ռազմական ուժով, քանի որ դա կարող է խափանել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Ռազմական հարձակման սկսվելուց հետո նա Իսրայելի գործողությունները որակեց հիանալի եւ զգուշացրեց, որ դեռ շատ բան կարելի է սպասել։ Մի քանի օր անց Թրամփն արդեն անուղղակիորեն սպառնում էր Ալի Խամենեիին, թեհրանցիներին կոչ անում տարհանվել, իսկ Իրանից պահանջում էր անվերապահ կապիտուլյացիա։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն փաստացի միացավ ռազմական գործողությանը։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հարվածել են Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներին։ Ըստ Պենտագոնի, Իրանի միջուկային ենթակառուցվածքին հասցվել է բավական լուրջ վնաս։ Միևնույն ժամանակ ընդգծվում էր, որ ամերիկյան կողմն առայժմ կբավարարվի այս հարվածներով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալով Սպահանում եւ Նաթանզում ուրանի հարստացման սարքավորումները վնասվել են։ Մոտ 90 մետր խորությամբ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերաբերյալ գործակալությունը տվյալներ չունի, սակայն միջուկային ճառագայթում չի արձանագրվել։ Իրանական օբյեկտներին հարվածելու Թրամփի որոշումն ավելի է բարդացրել ճգնաժամի հանգուցալուծումը։ Տասնամյակներ շարունակվող դիմակայության պայմաններում Միացյալ Նահանգները եւ Իրանը բավական զգուշորեն են հաշվարկել իրենց քայլերը, վտանգավոր կարմիր գծերը չհատելու եւ ուղիղ ռազմական առճակատման մեջ չմտնելու համար։ Ամերիկյան հարվածները բարդ իրավիճակի մեջ են դրել իրանական կողմին։ Մի կողմից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր ունի պատասխան քայլեր ձեռնարկել սեփական իմիջը պահպանելու համար։ Մյուս կողմից պետք է այնպես գործի, որ իրավիճակն էլ ավելի չսրվի, իսկ ամերիկյան կողմի ներգրավվածությունը չդառնա առավել ակտիվ։ Ստեղծված բարդ իրավիճակում ռազմական գործողությունների երկարաձգումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ռազմական գործողության երկարաձգումը մեծացնում է նաև այլ ուժային կենտրոնների ներգրավման հավանականությունը, ինչը կարող է ստեղծել նոր ռիսկեր ամբողջ տարածաշրջանի համար։ Ըստ փորձագետների, չնայած ԱՄՆ ռազմական ներգրավմանը, առանց Վաշինգտոնի մասնակցության ստեղծված ճգնաժամի դիվանագիտական կարգավորումը հնարավոր չէ։